Ես կարծում եմ, որ մեր հավատավոր հոտը, որը ամբողջովին կանգնած է կառավարության թիկունքին, կառավարության կողքին, անպայման պիտի շատ կարճ ժամանակ տան այս ուրեմն մեղմ ասած ամբարո եւ սրբապիղծ հոգեորականներին, հատկապես Էջմիածնի վերնախավին, Մայրաթորի միաբանությանը, օր առաջ լքելու Մայրաթորը եւ ընդ որում դա պիտի լինի անցնցում։ Ես կարծում եմ, որ կառավարության ղեկավարը պիտի անպայման հատուկ եկեղեցի վերնախավը ոնց են ասում կոնդակով, չէ, ինքն էլ պիտի հատուկ կոչով եւ հորդորով դիմի ժողովրդին։ Այլ պարզից էլ պարզ է, ինչ է տեղի ունեցել, չեմ խոսում ամբարո կեցվածքի, չեմ խոսում շնաբարո վարվելակերպի, չեմ խոսում զավակներ ունենալու ոչ օրինական ճանապարհով, որը հայրենիքի հայ եկեղեցու բարձր ուրեմն ստորակարգության չէ աստիճանագրավող սպասավորներին դեռ ասեմ միտեղ ասել եմ կարծում եմ ուզում եմ ձեր մոտ շարունակեմ դեռ երեխա ունենալը զավակ ունենալը ես դա չեմ համարում չարիած մեծագույն կամ փոքրագույն վերջին հաշվով նրանք արդեն լույս աշխարհ են եկել եւ մեր ժողովրդի մի մասն են կազմում բայց այլ բան է նրանց կերպարը այլ բան է նրանց բազմաթիվ գործեր